Ջան, երբ Հիսուսին հարցնում էին ինչպիսին է երկնային արքայությունը, Նույն զենքն է, մեծ տարբերություն չի, ուղղակի ավելի հոգու ճանաչման դաշտում։ Ով էր Հիսուսը եւ ինչ էր իր անելիքը կամ որն էր իր ասելիք։ Իսկ եթե մեր մահկանացու մարմինը մարդ, ուրեմն Հիսուսը ընդհանրապես մահկանացու մեկն էր, այլ ոչ թե Քրիստոսացած մի հավերժ էակ։ Այո, Հիսուսը հեքիաթների ու առակների միջոցով էր մարդկանց տանում ինքնաճանաչման ճանապարհով։ Թմային աշխատանքի գաղափարը մեր մեջ պետք է բերեն։ բարի օր Դավիթ ջան, Ողջույն։ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր հետևորդներից, ընկերներից որոշակի հարցեր են ուղարկել մեզ, որոնց շուրջ ցանկանայի խոսել եւ քո տեսակետները բան ներկայացնես։ Ուրեմն առաջին հարցը, քանի որ դու ունես նաեւ հեքիաթային խումբ, հետևորդներին հետաքրքիր է որն է հեքիաթի լեզուն, ինչպես հասկանալ, ինչպես ընկալել հեքիաթը, որպես մեր կյանքի ուղեցույց, մեր խնդիրների լուծման բանալի։ Արի, սիրով Արտուշ ջան, նորից ողջունեմ թե քեզ, թե հետևորդներին, ովքեր պետք է լսեն, միանշանակ հեքիաթը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, երբ հարկ է լինում երբ հեքիաթից խոսք է գնում, մարդիկ մտածում են, որ հեքիաթը երեխաների համար է, բայց ինչպես ասում եմ մի իմաստուն, հեքիաթը երեխաներին քնացնելու, բայց մեծերին արթնացնելու համար է։ Հեքիաթը շատ կարևոր դեր ունի մարդկանց կյանքում, իսկ եթե կարևոր դեր չունենար, սկսած Հիսուսից վերջացրած Բուդդայից, բոլորը չէին խոսի հանդրության հետ հեքիաթներով եւ առակներով, իսկ առակները դրանք հենց կարճ հեքիաթներն են, փոքրիկ։ Այդ չեմ ասում, որ մեր մեծամեծերը, որոնցով մենք աշխարհում ներկայացնում ենք մեր ինքնությունը, ովքեր են Թումանյանը, Կոմիտասը, Սրվանսյանցը, Ալիշանը եւ բազում հայորդիներ, բոլոր իրենց կյանքը ներդրեցին էպոսը եւ հեքիաթները մեզ փոխանցելու համար։ Իսկ եթե հեքիաթի գաղափարը սուտ գաղափարի դաշտում դիտարկենք, բնականաբար դուրս է գալիս, որ այդ մեծամեծերը անիմաստությամբ են իրենց կյանքը վատնել։ Բնականաբար հեքիաթները շատ կարևոր դեր ունեն իրենց խորհրդանիշներով եւ հեքիաթի լեզուն հասկանալ նշանակում է կարող լինել գնալ դեպի ներս, գնալ ինքնաճանաչման ճանապարհով եւ ավելի ու ավելի լայն ձևով ճանաչել շրջապատող աշխարհը, ինչպես եւ ներսի աշխարհը։ Նաեւ Դավիթ ջան, մեր մեծերը իրանք ոնց որ գաղտնագրել են այդ իմաստությունները, ներկայացրել են հեքիաթի լեզվով, որ հետագայում դրան մոտենան այն մարդիկ, ովքեր արդեն համապատասխան գիտակցություն ունեն։ Նաև շատ թաքնագիտական ասելիքներ կան, որ մեր մեծերը ոնց որ պահել են այդ հեքիաթի տակ, որպեսզի հակահամակարգը շատ չխառնի իրար։ Հա, ճիշտ եմ ես։ Միանշանակ Արտուշ ջան, միանշանակ պատահական չէ այդ ամենը, լիովին համաձայն եմ քո ասացի հետ, այո, հայերից բացի բոլոր ազգերի մեջ կան հեքիաթագիր մեծամեծեր, մարդիկ ովքեր փոխանցել են հեքիաթը եւ բոլորը գիտեին ինչ ասել է հեքիաթը իր ողջ թաքնագիտական շերտերով։ Այո, հեքիաթը իր մեջ ներառում է թաքնագիտական գաղափարներ, տիեզերաշինության հետ կապված, մարդու գնալիք ճանապարհի հետ կապված եւ այլն։ Բայց նմանատիպ, քանի որ նմանատիպ գաղափարները բացել եւ հանրության առաջը դնելու համար չեն, այդ պատճառով թաքնված են հեքիաթների տողատակերում եւ հենց դա էր էլի կրկնեմ պատճառը, որ Հիսուսը, Բուդդան եւ այդնի մեծամեծեր լուսավորյալներ խոսել են առաջին հերթին հեքիաթների եւ առակների լեզվով, իսկ հեքիաթի լեզուն միակ լեզուն է, որով հնարավոր է այդ ամենը նկարագրել։
Եվ դրա հետ միասին Հիսուսը երբ հարցնում էին Հիսուսին, Հիսուսը նաև ասում էր ով աշկ ունի կտեսնի, ով ականջ ունի կլսի։ Հուշելով, որ հանրության առաջ դրվում է խորհրդանիշները, ասելիքները, բայց ովքեր ունեն ունակություն լսելու, արթուն վիճակում են, նրանք կքաղեն այդ գաղափարները, թաքնված շերտերի տակից կհանեն ասելիքները եւ օգտագործելով իրենց կյանքում կգնան առաջ։ Իսկ ովքեր չունեն այդ տեսողության հնարավորությունը, բնականաբար, եթե իրենց բաց տեքստով տաս, այդ մարդիկ նույնիսկ կարող են իրենց վնասեն։ Ոնց որ երեխայի ձեռքը 10 զենք, բնականաբար ինքը օգտագործել չիմանալով կվնասի իրան։ Պետք է հասուն մարդ դառնա, սովորի զենքի հետ աշխատել, նոր իր ձեռքը տարսեն զենք։ Նույն զենքն է, մեծ տարբերություն չի, ուղղակի ավելի հոգու ճանաչման դաշտում։ Դավիթ ջան, երբ Հիսուսին հարցնում էին ինչպիսին է երկնային արքայությունը, նա ասում էր, որ երկնային արքայությունը նման է ու առակներ էր պատմում ժողովրդին։ Այո, Արտուշ ջան, ի պատասխան այդ հարցի Հիսուսը միանգամից որպես նմանության նկարագրություն առակներ էր պատմում եւ հեքիաթներն էր պատմում, որովհետեւ միայն այդ ձևով կարելի էր աշխարհիկ մարդուն, աշխարհիկ մտածողության մարդուն, ով որ կտրվել է իր ինքնաճանաչման ճանապարհից, միայն այդ հեքիաթի լեզվով կարելի է նկարագրել երկնային արքայությունը, որովհետեւ աշխարհիկ մարդը իր մտածողությամբ չի կարողանում ճիշտ ընկալել, ուղիղ խոսքը չի ընկալի, դրա համար էլ հեքիաթների լեզվով էր պետք փոխանցել, իսկ հեքիաթները նորից կրկնեմ իրենց շերտերի մեջ թաքնված գիտելիքներ ունեն ու երանի նրան, ով որ կարողանա այդ շերտերը բացել, աշկ ունենա տեսնելու եւ ականջ կունենա լսելու համար։ Դժբախտաբար մեր կյանքում հեքիաթի գաղափարը վերածվել է ստի գաղափարի եւ եթե մեկը միջին ուզում է ասի սուտ մի ասա, ասում է էլ հեքիաթ մի պատմի։ Ինչքան ցավալի բան է, չէ՞, բայց դե ինչ արած։ Մենք էլ պետք է աշխատենք ամեն ինչ անենք, որ այդ խեղվածությունից մարդիկ դուրս գան եւ ընկալեն հեքիաթը, էպոսը, առակները որպես շատ կարեւոր մի մաս իրենց կյանքում։ Բանը Դավիթ ջան, ավելի մեր հետևորդներին տեղեկացնենք, որ հեքիաթի ավելի խորը շերտեր ուսումնասիրելու, հասկանալու համար, որը այդքան էլ բանը հանրային դաշտում չի կարելի բանը դուրս բերել, կարող են միանալ քո հեքիաթային խմբին, նաև Գառնանը դու նախաձեռնել էիր հատուկ խումբ ինքնաճանաչման համար, բանը դեպի մարդը ինքը իրեն գնալու, ինքնաճանաչվելու, իր ինքնությանը հասնելու համար։ Այդ խումբը նորից լինելու է Դավիթ ջան, թե այսինքն նոր խումբ հավաքագրելու ես։ Արտուշ ջան, առաջին հերթին ասեմ, եթե ցանկացողներ կլինեն, բայց ի սրտե ցանկացողներ, որ միանան հեքիաթի ճանաչման իմ խմբին, հեքիաթի խմբին, սիրով իմ դռները բաց է, կարող են գտնել, միանալ, գրել ինձ, եթե հեռախոսահամարս խնդրեմ, որ գրվի այս մեր հանդիպման վերևում եւ ով որ կցանկանա, խնդրեմ, թող թե Viber, թե WhatsApp, թե Telegram գրի ինձ եւ կմիանա այդ խմբին։ Ինչ վերաբերում է տեխնագիտական ինքնաճանաչման խմբին, այո, այս տարվա վերջ նորից խումբ կբացի, դեռ նախապես իմ էջում, YouTube-յան էջում, Telegram-յան դաշտում կդնեմ այդ հայտարարությունը, երբ ժամանակը գա, իսկ ովքեր կցանկանան, կարող են միանալ։ Ասեմ, այդ հեքիաթի խումբը անվճար խումբ է, իսկ ինքնաճանաչման խումբը կարող է լինել վճարովի։ Շատ բարի Դավիթ ջան, բանը քանի որ մենք խոսեցինք Հիսուսից, մեր հաջորդ հարցը հենց վերաբերվում է Հիսուսին, ուրեմն ըստ քեզ ով էր իրականում Հիսուսը եւ ինչ էր իր հիմնական ասելիքը մարդկությանը։
ինչ ուղերձներ էր հիմնականում ուզում փոխանցել։ Երկար խոսել, անսահման խոսելու թեմա է, հարց է, բայց եթե հարցը ուղղված է, թե ով էր ինքը Հիսուսը, կարող եմ ասել, որ մեծ տավերով մարդ, իրական մարդ, որի նշանակությունն է որդի արարչի, ինքը արարչի որդիներ, լույսներ, մարդներ և հոգիներ, հոգին, որը մեր բոլորի ներսում կա։ Հիսուսը մարդերով վերածվեց Քրիստոսի, մեծ մարդու, մեծ հոգու, այսինքն ազատագրման հասավ ամեն կապանքներից և մարդ էր, ով ասում էր եկեք իմ հետևից և գնալով Հիսուս Քրիստոսի հետևից իրական իր ճանապարհով գնալուց միանշանակ բոլորը կարող են հասնել քրիստոսացման, որովհետև այն թույրըմբռնումը, որը որ կա, ոչ մեկ էլ չի կարող քրիստոսանալ, որովհետև դա միայն Հիսուսն էր, այդքան էլ առողջ չեմ համարում, որովհետև եթե Հիսուս առաջարկում էր գնալ իր հետևից, վերջնակետը այս աշխարհում դա քրիստոսացումն է և վերածվել նորից Քրիստոսի, միանալ նույն Հիսուս Քրիստոսի լույսին։ Եվ դա անհնարին բան չի, հավատացնում եմ, դա բոլորս ունենք այդ հնարավորությունը, հենց ինքնաճանաչման ճանապարհն է դա, որի ներսում ընկած է ողջ Հիսուսի ցույց տված ճանապարհը, գաղափարները և ով էր Հիսուսը և ինչ էր իր անելիքը կամ որն էր իր ասելիքը, մարդու հոգու փրկության մասին էր, ով եկել է նյութի դաշտ, նյութի աշխարհ, սակայն պետք է միանա բարձրյալ արարչական լույսին։ Հիսուսը այդ ճանապարհը ցույց տվողն էր։ Հիսուս Քրիստոսը հենց այդ ճանապարհն էր։ Եթե ընդհանուր ամփոփիչ ասենք, Հիսուս Քրիստոսը դա հենց այդ ճանապարհն էր, որի հետևից գնացողը միանշանակ միանալու է արարչական լույսին։ Կարծում եմ հարցի պատասխանը։ Այսինքն ինքը դառավ մարդ, հետո ցույց տվեց, թե մարդը ինչպես դառնա Աստված կամ արարիչ։ Արտուշ ջան, իդեպ մենք թույրըմբռնում ունենք մարդ գաղափարի, մարդ բառի շուրջ։ Սիրում եմ այս տեսքով բացատրել, ինչ ասել է մարդ։ Մարդը դա մեր մարմինը չի։ Ինչպես համակարգչի մեջի փոքրիկ դետալ կա, փոքրիկ ուղեղ են ասում դրան, դա է կոչվում համակարգիչ, իսկ իր անունով կոչվում է ամբողջ մի համակարգ է, case-ով, ամեն ինչով, ընդհանուր այդ մեծ համակարգը այդ փոքրիկ ուղեղի անունով է կոչվում է համակարգիչ, չէ, կոմպյուտեր։ Կոմպյուտերը ընդհանրապես այդ փոքրիկ դետալն է, լինելով այդ ամբողջ case-ի մեջ, այդ ընդհանուրը կոչվում է համակարգիչ կամ կոմպյուտեր, այլ լեզվով ասած։ Նույն ձևով մեր ներսի հոգին, որը նույն մարդն է, մարդ գաղափարն է, ինքը շատ վեհ ու մեծ գաղափար է, գտնվելով մեր ներսում, դրա պատճառով է, որ մեր մարմինը կոչվում է մարդ, թե չէ մարմին չի մարդ գաղափարը, այլ հոգին է, պատահական չի, հենց որ Հիսուսը ինքն իրեն համարում էր մարդու որդի, ոչ թե Աստծո որդի, այլ մարդու որդի էր ինքն իրեն համարում, մարդու որդի էր համարում որպես հոգու զավակ, հավերժի զավակ, իսկ մարդ նշանակում է հոգի, հավերժ և արարչական լույս։ Դժբախտաբար կրոնների մեկնությունների միջոցով մեզ եկել հասել է թույրըմբռնումներ և մենք իրար մարդ ենք ասում, չընկալելով, որ մեր ներսում է գտնվում մարդը, այդ հավերժի լույսը, այդ հոգին, տարբեր ձևերով ենք ասում իրան։ Հիմնականում հոգի ենք ասում, իսկ մարդ համարում ենք մեր մահկանացու մարմնին։ Իսկ եթե մեր մահկանացու մարմինն է մարդ, ուրեմն Հիսուսը ընդամենը մահկանացու մեկն էր, այլ ոչ թե քրիստոսացած մի հավերժ էակ։ Մենք ինքներս մեզ խաբելու համար խենթան ենք, ոնց որ շատ ենք սիրում ինքներս մեզ մոլորության տանել, խաբել, հետո էլ ընկնել, շատ պարզ է ու
շատ բացահայտ է ասում այդ ամենի մասին, նույն թեկուզ եւ կանոնիկ գրքերում։ Թե ով էր Հիսուսը, ինքը հենց մարդու որդին է, հոգու որդին է։ Եվ պատահական չէ, որ ինքը Սևի ամեն արտահայտություն քայլափոխին էլ ինքն իրան կա, ասում չէ՞։ է մարդու որդին։ Կամ էլ Սևի արտահայտություն կա, չէ՞, որ ասում են մարդ Աստծո։ Կա, այո։ Բայց Մարդ շատ Աստծո։ բաներ չբացել, ուղղակի ասեմ, որ քանզի հանդրության համար չի դե բացահայտ ասելու, ասեմ, որ հոգին կամ մարդ գաղափար ավելին է, քան ցանկացած Աստված։ Բայց մենք Աստված, նույն Աստված խառնում ենք հավերժական արարչի գաղափարի հետ։ Հավերժական արարիչ այլ բարձրագույն գիտակցություն է, Աստված այլ։ Այդպես Արտուշ ջան, շատ կարևոր է գիտակցել Հիսուս Քրիստոսի ով լինելը եւ փորձել գնալ Քրիստոսի ճանապարհով։ Մեր համար շատ կարևոր բան է։ Իսկ Քրիստոսի ճանապարհով գնալու ձևերը շատ լավ տրվում են հենց հեքիաթներում ու էպոսներում, առակներում։ Իսկ եթե չտրվեր, անիմաստ տեղը կլներ այն գաղափարը, որ Հիսուսը հենց պատմում էր առակներ ու հեքիաթներ։ Ինքը հեքիաթների անմիջապես կապ ունի այդ երկու հարցը իրար հետ, որովհետև այո, Հիսուսը հեքիաթների ու առակների միջոցով էր մարդկանց տանում ինքնաճանաչման ճանապարհով։ Եվ շատ կարևորում եմ չսահմանափակվել եւ հնարավորինս շատ ու շատ ճանաչելով գնալ Քրիստոսի ճանապարհով։ Անկախ կրոնից, անկախ հավատալիքից ու ազգությունից, այդ ամենը շատ կարևոր է ճանաչել Քրիստոսի գաղափարը, իսկ Քրիստոսը չի տեղավորվում ոչ մի կրոնի դաշտում, քանզի կրոնը սահմանափակ օրենքներից բաղկացած որոշակի իշխանական ձև է, իսկ Քրիստոսի գաղափարները դրանք անսահմանի մասին են, եւ դա նույնիսկ հնարավոր չի գրքերի մեջ տեղավորել։ Քրիստոսի ուսմունքը վերածել են կրոնի, էլի։ Դոգմաների Միանշանակ, սահմանափակումների։ ասեմ ավելին, շատ-շատերից լսած կլինես, որ ասում են ես 2000 տարի ինչ քրիստոնեություն ընդունեցինք, սկսեցինք կործանվել եւ այլ, ոչ թե Քրիստոսն էր մեղավոր, այլ մենք էինք սխալ, որ Քրիստոսին վերածեցինք կրոնի։ Քանզի Քրիստոսը ինքը կրոնական մարդ չէր, եւ հենց այդ պատճառով կրոնականները խաչը հանեցին Հիսուսին։ Հիսուսը հավերժի գաղափարն է փորձում ես փոխանցել։ Քրիստոսանալով ցույց տվեց, որ ինքը հավերժի մի մաս է։ Քրիստոս դա նշանակում է հավերժ լույսի մի մաս, հավերժի որդի, ազատագրված, ազատություն, մարդու որդի, եւ բոլորը նույն նշանակությունը ունեն։ Սակայն Քրիստոսին վերածելով կրոնի, մենք իրականում սպանեցինք մեր մեջ հավերժի գաղափարը եւ մտանք սահմանափակ օրենքների դաշտ։ Այո, եւ դա պատճառ դարձավ, որ սկսենք հանձնվողական լինել, որ սկսենք խոնարհությամբ ընդունել ցանկացած շրջապատից եկող վտանգ, միջև մեր օրերը, առանց ընկալելու խոնարհությամբ ընդունել այն ամեն ինչ, որ մեզ մանիպուլյացիոն ձևով փոխանցվում ու տրվում է, որ հեշտությամբ իշխեն մեզ։ Չեմ քննադատում ոչ մի դաշտին։ Նույն կրոնը ինքը շատ կարևոր դեր ունի հանրային մտածողության համար։ Նույն կրոնի գաղափարները օգնում են մարդուն, որ զրոյից որոշակի ճանաչողության հասնի, իսկ երբ որ կարթնանա այդ մարդը, այդ ժամանակ դուրս կգա կրոնական դաշտից եւ կհասկանա, որ ուր պետք է քայլի։ Բայց Քրիստոսին պետք չի տեղավորել միայն կրոնական այդ սահմանափակումների մեջ Քրիստոսի գաղափարը մտցնել այդ դաշտ եւ ասել սա է ու վերջ։ Ոչ, Քրիստոս նշանակում է հավերժ եւ Քրիստոսի գաղափարները դա հավերժի մասին, ոչ թե աստվածների, այլ արարչական տիեզերքի արարչի մասին է։ Ահա մեր խնդիրը, որ ունեցել ենք վերջի մի քանի հազար տարում։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, հենց մեր հետևորդների հաջորդ հարցը
հենց դրան էր վերաբերվում, որ ինչպես թոթափենք այդ օտար բարքերն ու սովորությունները, որոնք այսօր տեղ են գտել Հայաստանում հայ հասարակության մեջ, փոխարինելով մեր մշակույթին, մեր ավանդություններին եւ վերադառնանք մեր հիմքերին, մեր ավանդույթներին, մեր պարին, մեր երգերին եւ ինքնաճանաչման գնանք, մեր ինքնությունը բացահայտենք դրանց միջոցով։ Ինչ բանաձև ես դու առաջարկում դավիճ։ Արտուշ, ընդհանրապես պետք է, եթե ընդունում ենք օտարը, պետք է չներմուծենք մեր կյանք։ Ինքս եթե ինչ-որ ձև առաջարկեմ, կեղծ կլինի, որովհետև ինքս էլ կկատարեմ նույն գործողությունը, որը շատ ինստիտուտներ են անում, ընդամենը հանրությանը կասեմ գնացեք այս ուղղությամբ եւ շատերը կվնասվեն։ Չէ, դա անկեղծ չի լինի եւ ազնիվ չի լինի։ Իմ տեսանկյունը, իմ կարծիքը որն է, որ ամեն մարդ առաջին հերթին ինքը պետք է ցանկանա, եթե օտար գաղափար նախ պետք է հասկանանք, ինչ ասել է օտար, շատ ազգերի շատ լավ բաներ կարելի է սովորել, բայց եթե դա խորթ է քո համար, դա է օտար։ Իսկ խորթ սովորույթները իմաստ չունի, նույնիսկ վնասակար է բերել, օրինակ հելոինը բերել մտցնել մեր կյանք, կներեք, բայց առողջ բան չի։ Վալենտինի տոն ենք տոնում, որը բերել ծուլել ենք Սուրբ Սարգսի տոնին։ Հա, շատ վնասակար չի, բայց կներեք, պետք է դեռ մերը ճանաչենք, նորացնենք մյուսներին։ Մյուսներին ճանաչել շատ կարևոր բան է, համատականի համար եւ գնահատել կարողանալու համար մեր ունեցածը, բայց դեռ մերը չենք ճանաչում։ Իսկ այդ ձևերի հետ կապված շատ ձևեր կարելի է մշակել։ Օրինակ ինքս նույն այդ իմ խմբերով, թե հեքիաթի, թե մյուս տեխնագիտական խումբը, որ բարբերաբար աշխատում եմ մարդկանց հետ, այո, այդտեղ փոխանցվում են որոշակի գիտելիքներ, որոնք պետք է օգնեն, որ մարդիկ հետագայում իրենց ներսի աշխարհ բերելով առողջ գաղափարներ փորձեն ավելի լուսավոր ճանապարհով քայլեն։ Դա էլ արդեն անհատից է կախված։ Այ օրինակ հանրային առաջարկ այսպես կարող եմ ասել, կրթական դաշտում պետք է արվի փոփոխություն։ Կրթական դաշտում ինչի, որովհետև փոքրիկ երեխաներն են կրթություն ստանալով աղամիսօր դառնում մեր ապագանում մասնագետները, միջևից երկրի ղեկավար։ Սակայն մեր այժմյան կրթական դաշտում օրինակ բերեմ, այսպիսի բաներ են գրված, որ շատ են անդրադառնում, դլդոն ու բլդոն, ինչ որ անուններ են հորինված նման։ A կետից գնաց դլդոն ու բլդոն գնացին B կետ եւ այդպես խնդիր է դրված։ Արի մի հատ հասկանանք, ովքեր որ գրում են այդ գիրքը կամ ովքեր այդ նախարարները նստած են վերևներում, ինչ են մտածում։ Հարցը այդ անիմաստ անունները չի միայն, բայց կարելի է, եթե երեխային դու իրոք ուզում ես կրթես, իրոք ուզում ես իր մշակույթի կրողը լինի, ընդամենը առաջարկ անեն, որ դլդոն ու բլդոն նման հորինված եւ ախմախ անունների փոխարեն նույն մաթեմատիկայի մեջ օգտագործի Սանասարն ու Բաղդասարը եւ մաթեմատիկայի դասատուն, ովքեր դասավանդում է երեխաներին, ասելով Սանասարն ու Բաղդասարը կետից դուրս եկան, այսինչ ժամանակում գնացին B կետ եւ հետո հարցնի, իսկ դու գիտեք ովքեր են Սանասարն ու Բաղդասարը։ Երեխաներից ով կիմանա, թող պատասխանի, մյուսները կսովորեն, իսկ ով չի իմանա, հղում կանի, կասի դե կգնա գրականության դասատուն կբացատրի։ Եվ այդպես մաթեմատիկայի դասատուն, գրականության դասատուն, ֆիզկուլտուրայի դասատուն, բոլոր դասատունները պետք է համագործակցեն եւ երեխաներին հետ աշխատեն նույն թեմայի շուրջ։ Ինչքան գեղեցիկ կլինի, որ թեկուզ եւ ասում մաթեմատիկայի ժամանակ ինչ որ անվանումներ են դնում։ Այդ անվանումների փոխարեն լինեն նույն մեր էպոսի հերոսների անունները, որը ավելի մեծ նստվածք կտա երեխաների ներաշխարհի վրա։ Ձև է, չէ՞։ Բայց դա անելու համար առաջին հերթին պետք է նախ համապատասխան կառավարիչները, նախարարները ունենան այդ կրթությունը, կրեն այդ մշակույթը,
որ եւ այո, ցանկանան, որ իրանց սերունդը այդ մշակույթի կրող լինի, որպիսի անեն այդ գործողությունը, բայց լավ, կավլիցի, քանզի եթե իրանք այդքան դեռ աճ չեն գրանցել կամ երևի չեն ցանկանում, ոչ մի խնդիր։ Իսկ ով է խանգարում նույն դասախոսին, որ դլդոն ու բլդոն ասելու փոխարեն երեխաների հետ խոսի էպոսի լեզվով խոսի, հեքիաթների լեզվով խոսի։ Ասեմ, կան շատ լավ նման մասնագետներ եւ փառք ու պատիվ իրանց, ովքեր փորձում են նման ձևով երեխաների հետ աշխատեն։ Բայց դժբախտաբար իրանք ավելի շատ քարկոծվում են, քան թե իրանցից ուզում են վարակվեն ու գոնե կրկնօրինակման ձևով երեխաների հետ աշխատեն։ Մենք ունենք խնդիր, միանշանակ ունենք խնդիր, որի շուրջ պետք է աշխատենք, բայց անհատապես առաջին հերթին պետք է աշխատենք, որովհետև ինչպես տեսնում ենք, պետական համակարգը, թե դրսի համակարգերը չեն թողում, թե մեր պետական համակարգում այդ գիտակցությունը չկա, որովհետև չեմ ուզում ասեմ, որ մտածված են անում, սակայն այդ գիտակցությունը չունեն, այդ պատճառով չեն անում։ Կրթական համակարգը կանգնած է փլուզման եզրին, բայց լավից մեր կարելի է խոսալ։ մեր հաջորդ հարցն էլ հենց վերաբերվում էր դրան, ելի մեր հետևորդների կողմից, թե ինչպիսի առարկաների անհրաժեշտություն կա այսօր մեր դպրոցներում մտցնելու կամ ավելի պոպուլյար դարձնելու համար, որպեսզի այդ մեր մշակույթը տարածվի, ավելի մեր ավանդույթներին ու սովորություններին վերադառնանք։ Շան, էլի շարունակենք այդ հարցի պատասխանը, այո, դպրոցից շատ բան է գալիս, բայց միշտ դպրոցը առաջի դպրոցի մասին խոսենք, որը դա ընտանիքն է, որովհետև ընտանիքից են դուրս գալիս են երեխաները մտնում դպրոց, հետո դառնում ուսանողներ, հետո դառնում նոր մանկավարժներ, դասախոսներ, վարչապետներ եւ այլ եւ այլ եւ այլ։ Մեկ ընդմիշտ հիշենք, որ մինչև 7 տարեկան երեխան ինչ ինֆորմացիա վերցրեց, դա սկսում է զարգացնել մնացած կյանքում։ Շատ կարևոր է, որ ընտանիքներում ծնողները հավաքեն համապատասխան գիտելիքներ, կան գիտակցության, որ իրանցից է գալիս հաջորդ սերնդի ոնց ապրելու գաղափարը, հա, ինչ երկիր ենք փոխանցելու կամ ինչ ենք փոխանցում առհասարակ մեր սերնդին։ Շատ հետաքրքիր բան ասեմ, այն մայրերը, փառք ու պատիվ իրանց, երիտասարդ մայրերը, ովքեր իրենց նորածին երեխաներին, թե հայրերը, թե մայրերը գրկում եւ մեր հրաշք օրոցայիններով են քնացնում, դասիրակությունը սկսում է տեղից։ Թեկուզ այդ օրոցայինները միացնեն ձայնագրության միջոցով, դա այդ էներգիան չի փոխանցում, բայց թեկուզ մի քիչ թույլ երաժշտական ձայն ունենալով, բայց ծնողն է փորձում փոխանցի եւ այդպես է փորձում քննեցնել իր փոքրիկներին, այդ էներգիան է փոխանցվում եւ հավատացնում, որտեղից է սկսում ճիշտ դասիրակությունը։ Կան շատ լավ երիտասարդներ, ովքեր արթնության են եկել, թե պարերի տարածման, թե երգերաշտության, թե տարբեր մշակույթների ուսումնասիրության եւ փոխանցմամբ են զբաղված։ Այնպես որ հրաշալի ժամանակ ենք ապրում եւ այդ զարթոնքը մենք տեսնում ենք եւ տեսնելու ենք, վստահ եմ դրանում։ Եվ դա կցանկանայի, որ վարակիչ լիներ շատ շատերի համար։ Դա ամենը մի փոքրիկ բան ասեցի օրոցային երգելու մասին, հեքիաթներ պատմելով երեխաներին քննացնելու մասին է խոսքը գնում։ Իսկ ծնողները ինչ են անում, մեծ մասամբ ասում են, մեր ժամանակը անցել է, թող երեխաները գրել կարդալ սովորեն, իրենք ինչ ուզում են անեն։ Բայց ով է ասում ժամանակը անցել է, երբեք էլ ուշ չի։ Եվ եթե դուք չդառնաք երեխու համար օրինակ, բնականաբար երեխան չի դառնալու ձեր երազած մարդը։ Երեխան օրինակ է վերցնելու ծնողից։ Եթե ծնողը ամբողջ օրը խմիչք է օգտագործում, սիգարետ է ծխում ու նետում է աջ ու ձախ, բնականաբար երեխան էլ չի սիրելու այդ հողը։ Իսկ եթե ծնողը լավագույն դաստիարակման միջոցը դա քո միանշանակ օրինակն է։ մի հրաշալի առակ պատմեմ, մի մայր գալիս է մի սուրբ մարդու մոտ, ասում է, խնդրում եմ, ասա ոնց երեխայից դաստիարակեմ,
որ լավ մարդ մեծանա եւ այդ սուրբ մարդը հարցնում ասում է երեխան քանի տարեկան է, ասում է նոր է ծնվել, ասում է 9 ամիս ուշացրել ես, այնպես որ դաստիարակությունը սկսում է մոր արգանդից, շատ կարևոր է դա գիտակցել եւ սկսել, հավատացնում եմ արդեն սկսվել է զարթոնքը, վերածնունդը եւ վստահ եմ, որ այդ վարակը կտարածվի ու շատ մայրեր, շատ հայրեր կգան այն գիտակցության, որ իրանցից է կախված գալիք երկրի լինել ու չլինելու հարցը, որովհետև երկիրի գոյություն ունի, եթե տվյալ մշակույթի կրողն է ապրում այդ երկրում, եթե ոչ, ուրեմն այդ երկիրը արժանանում է նրան, ով որ ապրում է դրա մեջ։ Մենք ոչինչից կամ ոչ մեկից բողոքելու իրավունք չունենք, մենք ենք ստեղծել այս իրականությունը, մենք ենք համաձայնվել եւ մեր կասելով ի նկատի ունեմ մեր պապերի, մեր հայրերի միջոցով համաձայնվել ենք, որ եկել հասել ենք այս վիճակին։ Եվ հիմա այդ զարթոնքի, այդ պայթունի ժամանակն է։ Իսկ եթե սա մեզ դուր է գալիս, ուրեմն համակերպվենք։ Ինչի՞ եմ ես այսպես ասում, Արտուշ ջան, որովհետև շատ անգամ ասում ենք, ո՞ղ մեր պապերը էս են արել, մեր պապերը միանշանակ մեր պապերի շնորհիվ նաև մեզ հասել է նման մշակույթ, հասել է այն ինչ որ ունենք, բայց չմոռանանք, որ մենք ունենք ծովից ծով երկիր, ունենք հզոր ու մեծ տարածքներ, բայց ինչ ունենք հիմա, դա ցույց է տալիս, որ նույն մեր պապերի սխալների պատճառն է, որ հասել ենք այս օրին։ Մի քիչ մենք ինքներս շատ ենք սիրում մեզ գովել, բայց մենք պետք է մեր սխալները ընկալել, որտեղ եթե հասկանում ենք մեր սխալը, հասկանում ենք ինչ պետք է անենք, որ այդ սխալը չլինի։ Իսկ հարց, ինչ պետք է անենք մենք հիմա, կամ ինչով ենք զբաղված մենք հիմա, էլի հանձնելով, թե փորձելով պահպանել, որովհետև միայն երկիրը չենք հանձնում, երկիրը ֆիզիկական տարածքը հանձնվում է այն ժամանակ, երբ որ այդ տարածքում էլ այդ տեսակը չի ապրում ու հեռվից է սկսում սիրել ու խոսել այդ տարածքի մասին։ Երբ որ մենք մեր մշակույթն ենք փոխարինել օտար մշակույթով, նույն Հելոյինով, մյուսով, երբ որ մենք ինքներս ենք հանձնվել մեր լեզվով խոսալու փոխարեն, ինչքան այլ լեզու կա, այդ ամենով խոսում ենք, հրաշալի բան է, երբ որ շատ լեզու ենք իմանում, միանշանակ, բայց քո տարածքում, քո երկրով, քո սերնդի հետ պետք է խոսես քո լեզվով, իսկ աշխարհում շատ քիչ լեզուներ կան, շատ քիչ երկրներ կան, որ ունեն իրենց լեզուները, իսկ մենք միակներից ենք, որը ոչ մի լեզվի հետ կարելի ասել կապ չունի։ Եվ դա մեծ շնորհ է, որը մենք ունենք։ Շատ քիչ երկրներ կան, ազգեր կան, որ ունեն իրենց էպոսը պահպանված։ Եղկանները, որ էպոս ազգի չի պատկանում, բայց կան քիչ ազգեր, ովքեր պահպանել են այդ էպոսի գաղափարները, տիեզերական տեղեկության փոխանցում, որտեղ էպոսները դրանք տիեզերական տեղեկություններ են։ Իսկ մենք միակներից ենք, բանավոր են, չէ՞ դրանք տեղափոխվել։ Մեր էպոսը բանավոր խոսքի միանշանակ թե հեքիաթները, թե էպոսները բանավոր են միշտ փոխանցվել, 20-րդ դարում են սկսել գրի առնվել հիմնականում։ Եվ մենք միակներից ենք, ով որ թե լեզուն, թե էպոսը, իսկ մենք ինչ ենք անում հիմա, ինչքանում ենք պահող է այդ էպոսի, նույնիսկ այն մարդը, ով որ ճշմարիտ դիտարկում է անում, ճշմարիտ քայլ է անում, բնականաբար հայտնվում է մի այլ մեկը, որ շատ խելացի, շատ կիրթ ձևով, բայց գալիս սկսում է քննադատել։ Եղբայր, եթե դու կարող ես ավելի մանրամասն, ավելի ճշմարիտ ձևով փորձի ներկայացնել եւ համագործակցեք իրար հետ, ոչ թե ամեն մեկը փորձեք դիմացինին քարկոծելով ձեր առաջ տանել։ Մեր խնդիրը նա է, որ մենք չենք ուզում իրար հետ համագործակցել։ Փառահեղ երիտասարդություն կան, փառահեղ մարդիկ կան, տարբեր մշակույթի ուղղություններով զբաղվող, բայց մի խնդիր ունենք, մենք չենք գիտակցում, ինչ ասել է մշակույթը, մշակույթային մարմնի գաղափարը մենք չենք գիտակցել եւ չենք գիտակցում։
Իսկ մշակույթ գաղափարը դա միայն երգը չի, պարը չի, էլի եմ խոսել այս մասին։ Ճարտարապետությունը չի, այլ բոլորի համատեղ միասնությունն է։ Եվ եթե ինքս հեքիաթներով եմ զբաղված, դա չի նշանակում, որ հեքիաթի դաշտ պետք է երգը չմտնի եւ ինչքան չի նշանակում, որ պետք է մտածեմ, իսկ ինչքանով կարելի է երգը կապել հեքիաթին։ Վերջիվերջո երգվել են այդ հեքիաթները, պարել են այդ հեքիաթները։ Հեքիաթները ճարտարապետություն ունեն իրենց մեջ եւ ճարտարապետության մեջ օգտագործված են հեքիաթային կերպարները, իսկ հեքիաթներում այդ ամենն է ներառվում։ Այսինքն մշակույթը մենք պետք է տեսնենք որպես մի մարմին, ոտքերը համարենք, պատկերացնենք որպես պար, կոկորդային մասը երկ, երաժշտություն, ձեռքերը ճարտարապետություն, նկարչություն, ինչպես կարող ենք գլուխը գիտական դաշտը, դե եկեք այդ մարմնից ինչ որ մի մասը գնահատենք, գերագնահատենք, մնացածին արհամարենք, առնվազն այդ մարմինը վերածվելու է անդամալուծ մարմնի, հա, եթե մենակ գլուխը բանի տեղ դնենք կամ ձեռքերից մեկը կամ ոտքերը միայն, ամբողջ մարմնով պետք է Կամ տեսնենք, օգտագործենք ոնց որ մարդ երբ որ աչքլիկ է լինում, դա չի նշանակում որ ձախ ձեռքը իրան պետք է, եթե ձախով չբռնի, աչով չի կարա կտրի, չէ ինչ որ բան, դա չեղավ որ ձախը պետք է արհամարել, նույն ձևով օրինակ շատ երաժիշտներ կան, որ մտածում են, իսկ ինչպես կարելի է հեքիաթը համադրել երաժշտության հետ, մի քիչ անհնար է իրենց թվում, կամ օրինակ, ինչպես կարելի է ճարտարապետությունը համադրել էպոսի հետ, ամբողջ մշակույթը իր գաղափարներով, իր տեսակներով մի մարմին է, այո, երգերաժշտության դաշտում կարելի է խոսել հեքիաթից, հեքիաթի դաշտում խոսել պարերից, պարերի դաշտում խոսել ճարտարապետությունից, գիտական աշխարհից, երբ որ մենք ձեռք ձեռքի բռնած ոնց որ մեր պարերը, չէ, հիմա ինչքան հրաշալի բան է, տարբեր մասնագիտության մարդիկ ամեն ամսվա վերջի ուրբաթօրը Կասկադում հավաքվում են, ով էլ չգիտի սովորում ապարել, ձեռի բռնած, տարբեր մշակույթի կրող մարդիկ, տարբեր մասնագետներ, չէ, նույն ձևով տարբեր այդ մշակույթի մասնագետները պետք է իրար հետ միանան, համագործակցեն, ինքս անձամբ շատերին եմ դիմում, գրում, գուցե գործի բերումով չի հարմարվում, գուցե չգիտեմ ինչի, ինչ պատճառով չեն ցանկանում, ինքս փորձում եմ օրինակ այդ համագործակցությունը կայացնեմ, ահա թե ինչ պետք է փոխվի մեր կրթական ցենզի մեջ, մեր մշակույթի մեջ, միասնությունն է պակասում, ուղղակի միասնությունը, նույնիսկ միասնությունը միասնական սպորտի մեջ չենք հաջողում, անհատական սպորտներում միշտ հաջողում ենք, մեր ներսի միասնական գաղափարը եթե չլինի, կորցնում ենք նաև մեր պարերը, որտեղ մեր պարերը հենց այդ միասնական շրջանն է, խաղերը չէ, պարերը։ Դրանք տարբեր են, ճիշտ նշեց։ Պար դա նա է, երբ որ ձեռքի բռնած, շրջան կազմած, միասին այդ ծիսակատարությունը կատարում է։ Այդ երաժշտության ներքո, այդ շարժումների ներքո որոշակի պրոցես են կատարում։ Այդ պարի գաղափարն ենք կորցնել, լավագույն դեպքում այդ միասնությունը հիմա արտահայտում ենք պարի միջոցով, ուրիշ ոչ մի բանի, բայց դա այդպես չի, սխալ է տենց, մի քիչ կարող է սենց էմոցիոնալ եմ արտահայտվում, բայց եկել ենք հասել ենք մի պահ, որ համ շատ լավն է տեղի ունենում, բայց այդ լավը չի միանում մյուս լավի հետ, մեր ուժերը պետք է միանան իրար հետ, եթե միանան, հավատացնում եմ հրաշալի զարթոնք կունենանք, հրաշալի վերածնունդ կունենանք ու մեծ փոփոխություններ կլինեն, որը տեսնում եմ, միայն մեզանից է կախված, մենք կցանկանանք, թե չենք ցանկանում, այնիշ կարանք բոլորով հավաքվենք, հիմա ոնց ես դու հրավիրել և զրուցում ենք, կարան մեր հետ միանան շատ մարդիկ, ինքս դեմ չեմ, մենակ թե այդ միասնությունը տեղի ունենա,
իրար սիրելու գաղափարը վերածնենք, ոչ թե իրար ատենք։ Ոնց որ մի գաղափարը մի այլ գաղափար է ծնում, Միանշանակ Արտուշ ջան, համագործակցությունը ավելի առաջ է տանում։ Այն որ ասում է, բան երկու գլուխը ավելի լավ է, քան մի գլուխը։ Ուղղակի հայի մեջ միշտ եղել է, որ ինքը անհատ այդ անհատականությունը վառա էլի, ինքը միշտ ուզում է առաջ գնա իր անհատականությամբ։ դա ունի իր Այդ պատճառը։ էլ հենց բերել է մեր այսօրվա վիճակին, էլի։ Չէ, Ուղղակի մենք պատմության դասերը չենք քաղում։ անհատ լինելու գաղափարը դա շատ կարևոր է, դա ունի իր պատճառը, որի մասին հիմա չեմ խոսի։ Ասում եմ, բայց մենք ունենք պատճառ այդ ամենի համար։ Սակայն այդ պատճառները որոշակի մեկ-մեկ պետք է դնենք կողքի, որովհետև պետք է հաշվի առնենք, թե մենք ինչ դաշտում ենք գտնվում, եւ համապատասխան այդ դաշտի, այդ խոհանոցի պետք է առաջ գնանք։ Օրինակ, եթե գտնվում ենք ծովի մեջ, մենք չենք կարող սովորական ցամաքի պես քայլել, մենք պետք է համապատասխան ձևով շարժվենք, պետք է լողալ իմանանք, որ լողանք, հակառակ դեպքում ցամաքի պես քայլելով կխեղդվենք, բայց գտնվելով ստեղ մեր ներսի որոշակի բաներ պետք է ձգտումներ դնենք կողքի, առաջին հերթին քայլենք համապատասխան տարածքի օրենքներով եւ այդ օրենքների մեջ փորձենք մեր անելիքը անենք։ Վերջի վերջո Հիսուսն էլ, երբ որ Քրիստոսը մարմնավորվեց Հիսուսի մեջ, այսինքն մարմին ստացավ, ինքն էլ սկսեց աշխարհի օրենքների հետ համատեղ առաջ ընթանալ։ Այդ օրենքները ճանաչելով եւ այդ առաջ ընթանալով ճանաչելու շնորհիվ ինքը հետո կարողացավ կոտրել այդ ամենը։ Իսկ առանց ճանաչելու դու ինչպես հաղթես, եթե թշնամուդ չես ճանաչում։ Դրա համար բացի դա ձերքի բռնած, երբ ոնց որ պարերը մի մարմին ենք դառնում, նույն ձևի կարող ենք իրար գնալ առաջ, ճանաչելով մեր խոսքը, մեր երգը, մեր պարը, մեր գաղափարները, համագործակցելով թմային աշխատանքի գաղափարը մեր մեջ պետք է բերենք։ Օրինակ ոնց որ անում են հրեաները։ Քննարկելով Փայլուն օրինակ, ինչքան էլ քննադատենք, քարկոծենք, ասենք մերը չի, մեր հակառակորդն են կամ իսի ինչ, բայց կարելի է օրինակ վերցնել։ Եվ այդ թմային աշխատանքի շնորհիվ ողջ աշխարհն են իրանց իշխանության տակ վերցրել։ Ահա թե ինչն է մեզ պակասում։ Այդպես Արտուշ ջան, մենք խնդիր ունենք միասնական աշխատանքի, համատեղ աշխատելու եւ քանի այդ խնդիրը չենք լուծել, ամեն մեկը ստայլը մեր կողմն ենք քաշում, գնալով ավելի ու ավելի հետընթաց ենք ունենալու։ Ամենայն դեպս ինքս եմ այդպես տեսնում, կարծում։ Տեսնում եմ, որ եւ կարանք լավ առաջընթաց ունենանք եւ եթե չուզենանք հետընթաց ենք ունենալու, որը արդեն մեր կյանքում երևում է։ Այս մեր հանդիպումը սկսելուց առաջ նաև հարց կար հայի ֆենոմենի մասին եւ այլն, հենց դա է խնդիրը։ Միանգամից այդ հարցի շուրջ էլ խոսեցինք, դա է խնդիրը, որ եկեք մի քիչ չգերագնահատենք մեզ, ինչքան էլ ֆենոմեն ունենանք, ֆենոմենյալ լինենք, լավ լինենք, լուսավոր լինենք։ Շատ կարևոր եմ համարում առաջին հերթին նայել մեր խնդիրներին, որոնք ինքներս ենք համաձայնվել եւ ինքներս ենք առաջացրել չգիտակցելով եւ այդ մեր ներսի ֆենոմեն կոչվածը օգտագործելով այդ խնդիրները լուծենք։ Իսկ եթե այդ ֆենոմենը ունեցած էներգիան, որը ֆենոմեն ենք ասում կամ ուժ ենք ասում, եթե չենք կարողանալու օգտագործել մեր ոտքի կանգնելու, մեր առաջընթաց ունենալու համար, այլ ընդհանրապես մեր տեղում դոփելով խոսելու ենք եւ գլուխ գովանք, որ ունեցել ենք Տիգրան Մեծ, ծովից ծով Հայաստան եւ վերջ, այդ ժամանակ իմաստը կորում է այս ամեն ինչի, որովհետեւ նստել երազանքներով ապրել, որ ժամանակին թեկուզ մի կյանքի ընթացք է տևել, ունեցել ենք ծովից ծով Տիգրան Մեծի ժամանակ, դա իմ համար չափանիշ չի։ Այդ երազանքը ինձ քարացման է տանելու ընդհանրապես։ Իսկ գիտակցելով թե ինչ ունենք հիմա, դա լավ հիմք է դառնում
այդ ունեցածը մեծացնելու, շատացնելու, բայց այդ շատացնելն էլ պետք է ունենա իր պատճառը, եթե այս երկրի տարածքները թեկուզ Արցախը, Արևմտյան Հայաստանը, Սասունը, Վանը, Կարսը եւ մնացածը հետ բերեն նվիրեն մեզ, մենք էլի չենք կարող պահենք այս պահին, գիտեք խի, որովհետեւ այնքան է դատարկվել այս հողը մարդկանցով, հայ մարդկանցով, որ դատարկ տարածքները բնականաբար մենք չենք կարողանալ լցնել մեր սերնդով։ Ու վստահ եմ, եթե նույնիսկ բերեն նվիրեն մեզ այդ հողերը նորից, այդ երազանքով ապրող դրսի հայերը չեն գալու մեծ մասը, էլի չեն գալու տեղ ապրեն, որովհետև չեն ուզենալու իրենց բիզնեսը թողեն, արդեն սովորություն դարձած իրանց Կյանքը կոմֆորտ կյանքը եւ այլն, քննադատելու չի, չեմ քննադատում, ամեն մեկ ինքն է իր ընտրությունը անում, դրա համար շատ կարևոր է գիտակցել այն ինչ ունենք եւ վերածնելով մեր ներսի մշակույթը, մեր ունեցածը վերածնելով, տարածելով, կարող է դա բերի որոշ մարդկանց մոտ արթնության եւ այդ մարդիկ փորձեն իրենց ներկայությամբ, իրենց թեկուս հետ վերադարձով լցնեն այդ հողեր եւ ինքնին հավատացնում եմ մենք նորից հետ կբերենք այդ տարածքները առանց կռվի։ Իրոք առանց կռվի, հերիքան մեր հողերը, մեր տարածքները լցվի հայ տեսակով, իսկական հայ տեսակով։ Չինաստանը ու Հնդկաստանը փայլուն օրինակ են, այնքան է շատացել, որ արդեն աշխարհն են գրավում, առանց կռիվ անելու։ Այդքան բան, Արտուշյան, սահմանափակեմ այս հարցը։ համաձայն եմ Դավիթ ջան, բան դրա համար նախ մենք պետք է ինքնաճանաչումով զբաղվենք, գնանք մեր արմատները, մեր ակունքները, հասկանանք ով է հայը, այդ ինչ առանձնահատկություններ ունի, ինչ առաքելություն ունենք, ինչ որակներ ունենք, որոնք զարթնացնելով, զարգացնելով մենք կարող ենք գալ քո ասած խնդիրների լուծմանը։ Իսկ եթե մենք զբաղված ենք այդ օտար բարքերով, մեզ նեղություն չենք տալի ճանաչել այն, ինչ մենք ունենք, ինչ այսօր մեզ հասել է մեր պապերի շնորհիվ, մեր նախնիների շնորհիվ, մենք դոփելու ենք տեղում կամ ավելի վատ հետ ենք գնալու։ Դրա համար ինչպես մարդը, որ իր անցյալի դասերը պետքա վերլուծի, քաղի սխալները հասկանա, այդ ձևով էլ մենք որպես ազգ պետքա մեր անցյալի պատմության դասերը հասկանանք ու դասեր քաղենք ու մեր առաքելությունը իրականացնենք։ Միանշանակ Արտուշյան։ Մեր ժամանակը սպառվում է Դավիթ ջան, հուսով եմ նորից կհանդիպենք, մենք էլի կխոսենք շատ կարևոր թեմաների մասին, մեր հետևորդները կարող են հարցեր ուղարկել, հարցեր գրել կոմենտներ բաժնում, այդքան շնորհակալ եմ Դավիթ ջան, քո գիտելիքներով կիսվելու մեզ հետ, քո գործին հաջողություն եմ մաղթում եւ իրոք թող մի օր այդ միասնականությունը տեղի ունենա առարչի կամքով։ Կստացվի, կլինի Արտուշյան, ինքս տեսնում եմ, որ լինելու է այս ձևով գնանք առաջ, ամեն ինչ լավ կլինի, քեզ եմ շնորհակալ եմ բոլոր հետևորդներին, դե ինչ, հաջողություն, հանդիպում, եթե կարիք լինի, հարցեր լինեն, սիրով կարելի է զրուցել։